Պարոն Հակոբյան, դատականն ինքնավարտվեց, ինչ որոշում կայացրեց դատարանը։ Որոշումը հրապարակվելու է 20:20, այսինքն դատան հեռացավ խորհրդակցական սենյակ այդ որոշումը կայացնելու։ Մանրամասն քննություն իրականացվեց, պաշտպանական կողմը եւ հարցադրումներ հնչեցրեց եւ դիրքորոշումներ հայտնեց, հիմնավորելու նախ, որ այն ինչում մեղսագրում են, այն ինչ արարք կատարելու մեջ մեղսագրում են պարոն Գալստյանին, նմանատիպ արարք, այսինքն հանցագործություն, քրեական օրենսգրքով արգելված որևէ բան պարոն Գալստյանը չի կատարել, իր մասնակցությունը հայրենիք կուսակցության շրջանակներում քաղաքական գործընթացներին, այդ թվում Էջմիածին քաղաքում անցկացված ընտրություններին բացառապես օրենսդրության սահմաններում է եղել է թույլատրված բոլոր քաղաքական, կազմակերպչական միջոցների օգտագործման, բայց հանցագործություն այդ արարքներում չի եղել։ Նաև իհարկե մեր դիրքորոշումը հայտնեցինք խափանման միջոցի վերաբերյալ, ասացինք, որ մեր կարծիքով առհասարակ դրա անհրաժեշտությունը չկա, հաշվի առնելով պարոն Գալստյանի հեղինակությունը, վարքագիծը նախկինում դատված չլինել ընտանեկան վիճակը, իրան բնութագրող մնացած բոլոր հատկանիշները, որոնք հանրության մի մասին առնվազն հայտնի են, բայց ամեն դեպքում նաև պաշտպանական կողմը ասաց, որ եթե դատանը գտնի, որ դրա անհրաժեշտությունը կա, ցանկացած այլընտրանքային խափանամիջոց կամ համակցված այլընտրանքային խափանամիջոցների համակցություն մեր կողմից նույնպես ընդունելի կլինի, նաև այդ քննարկումը ունեցել ենք, հիմա մնում է սպասենք, տենանք ինչ որոշում կայացնի դատանը։ Ինչ եք կարծում, դատարանը ձեր միջնորդությունը կընդունի։ Հույս ունենք, ուրիշ բան հնարավոր չի ասել, այսինքն դատան ինքը կորոշի, ելնելով այդ քննության, հուսով ենք, ելնելով այդ քննության ծավալված թե բանավեճերից, թե մեր դիրքորոշումներից, թե հաշվի առնելով սոցիալական որոշակի դրական կապերը, ինչու՞ չէ նաև որով պայմանավորված պարոն Գալստյանը այսօր պետք է լինի անազատության մեջ։ Հուսով ենք, որ դատանը կգնահատի այդ իմաստով եւ առնվազն ազատության հարցի խնդիր մենք չենք ունենա, տեսնենք արդեն մնացածը ինչ կլինի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ